Բարև ձեզ։ Այն ինչ տեսնում եք իմ հետևում Ալավերդի քաղաքի ֆուտբոլի մարզադաշտն է։ 2 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ այստեղ կարգաբերման շատ ահռելի աշխատանքներ կատարվեցին եւ ես այս հաղորդումը, որ հիմա կգնա, դրա մեկնաբանությունների դաշտում կամ դրանքից ինչ-որ ձևով մի հատ լուսանկար կգցեմ, թե ինչի էր վերածվել, ինչ գեղեցիկ բան էր ստացվել այդ մարզադաշտը, մասնավորապես ոռոգման, այդ խոտի ոռոգման համակարգով, ցիստերնել այստեղ կարող եք դուք տեսնել, ինչ գեղեցիկ բան էր ստացվել։ Հետո մենք գիտենք, որ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբերին Ալավերդիում ՔՊ-ի կողմից տեղի ունեցավ իշխանազավթում։ Ալավերդի խոշորացված համայնքի իշխանությունը ՔՊ-ն զավթեց, իսկ 24 թվականի մայիսի 26-ին կհիշեք հայտնի ջրհեղեղը տեղի ունեցավ եւ ջուրը հենց այսպես գետը այստեղով գնում էր։ Այսպես գնացել է եւ տիղմը բերել է լցրել է այդ դաշտի վրա եւ այդ խոտի ոռոգման համակարգի վրա նույնպես։ Եվ իշխանազավթված Ալավերդիում քաղաքային համայնքային իշխանությունները մատը մատին չխփեցին եւ արդյունքում տեսեք թե ինչ ունենք, նորից անտերության մատնված, անտերության վերածված այսպիսի վիճակում գտնվող տարածություն, ընդհանրապես տարածություն։ Իսկ Ռուբեն Վարդանյանը, ում հիմնադրամը միջոցներ էր ներդրել դա ունենալու համար եւ մարդիկ Ալավերդու զմրուխտ անունն էին տալիս այս հատվածին, Ռուբեն Վարդանյանը որպես այսօրվա ՔՊ իշխանության քաղաքական հակառակորդ տանջվում է Բաքվի բանտերում։